Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Երիկ Եղինյանն եմ։ Ինչպես արդեն հիշում եք, իմ նախորդ տեսանյութում ես բարձրաձայնեցի այն մասին, որ Ստեփանավանի Եհովայի վկաներից մեկի ակնհայտ սուտ բողոքի հիման վրա Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը խուզարկություն էր կատարել իմ բնակարանում։ Այժմ այս տեսանյութում նույնպես ցանկանում եմ խոսել Եհովայի վկաների մասին, մասնավորապես իմ ունեցած հավաստի տեղեկություններով Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը քաղաքացիական հայցով դատի է տվել հայ առաքելական եկեղեցու հոգևոր քահանա Տեր Զարեհ Աշուրյանին վերջինիցս 3 միլիոն դրամ բռնագանձելու պահանջով, ինչպես նաև որպեսզի դատանը Տեր Զարեհ Աշուրյանին պարտավորեցնի Եհովայի վկաներից ներողություն խնդրի եւ հերքի ենթադրյալ զրպարտությունները։ Ուրեմն այդ կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ Եհովայի վկաները դատանին միջնորդել էին որոշակի անձանց հրավիրել որպես վկա հրավիրել դատարան որպես վկա հարցաքննության, որոնք ընդհանրապես գործի հետ որևէ առնչություն չեն ունեցել, ինչպես նաև Եհովայի վկաները դատանին միջնորդել են նշանակել մի շարք փորձաքննություններ, որոնք դատանի կողմից բավարարվել են, սակայն փորձաքննության եզրակացությունները դատանի կողմից իրավացիորեն արժանահավատ չեն ճանաչվել հետևյալ հիմնավորմամբ, մասնավորապես փորձաքննության կատարումը դատանը հանձնարարել էր ուրեմն Fit Choice ՍՊ-ին եւ Անատոլի Տոկմանցևին Անատոլի Տոկմանցևը իր եզրակացության մեջ պատասխանել էր բոլորովին այլ հարցերի, այսինքն Անատոլի Տոկմանցևը այն հարցերին չի պատասխանել, որոնք որ առաջադրվել էր դատանի որոշմամբ փորձագետին, ինչպես նաև դատանը պահանջել էր Fit Choice ՍՊ-ի փորձագետներին ներկայանալ դատարան եւ պարզաբանում տալ իրենց իսկ կողմից տրված եզրակացության կապակցությամբ, մինչդեռ Fit Choice ՍՊ-ի փորձագետները կտրականապես հրաժարվել են դատան ներկայանալուց, հավանաբար վախեցել են դատանի հարցադրումներին պատասխանելուց։ Նաև հատկանշական այն հանգամանքը, որ հենց Եհովայի վկաները հենց իրենք են միջնորդել, որպեսզի այս փորձաքննությունների կատարումը հանձնարարվի Fit Choice ՍՊ-ին եւ Անատոլի Տոկմանցևին, եւ դատանը իրավացիորեն արժանահավատ չի համարել հիշյալ փորձագետների կողմից տրված եզրակացությունները, նաև ինձ համար խիստ կասկածելի է, թե այդ ինչպես է լինում, որ Եհովայի վկաները ցանկանում են, որ փորձաքննության կատարումը հանձնարարվի հենց իրենց իսկ կողմից մատնանշված փորձագետներին, նաև դատանը իր վճռի մեջ բավականին հետաքրքիր եզրահանգումներ է կատարել այն մասին, որ փորձագետները նաև իրենց վճռի մեջ անդրադարձ են կատարել, այսինքն վճռի մեջ չէ, փորձագետները իրենց իսկ կողմից տրված եզրակացությունների մեջ անդրադարձ են կատարել նաև այնպիսի հանգամանքների, որոնք որ արծարծվել են դատաքննության ժամանակ, դատական նիստի ժամանակ եւ բնականաբար, քանի որ փորձագետները դատական նիստերին չեն մասնակցել, հետեւաբար անհասկանալի է, թե փորձագետները որտեղից են իմացել տվյալ հանգամանքների մասին, որոնց մասին իրենց եզրակացությունների մեջ հիշատակել են, հետեւաբար դատան իրավացիորեն գտել է, որ այդ հանգամանքով պայմանավորված Եհովայի վկաներն են հենց փորձագետներին տեղեկատվություն տրամադրել դատական նիստի ընթացքի մասին, հետեւաբար դա նույնպես խոսում է այն մասին, որ փորձագետները եւ Եհովայի վկաները միմյանց հետ գտնվել են ինչ-որ հարաբերությունների մեջ, ինչ-որ մտերիմ հարաբերությունների մեջ եւ հենց այդ հանգամանքով պայմանավորված էլ փորձագետները տվել են Եհովայի վկաների օգտին անարժանահավատ եզրակացություններ, որոնք դատանի կողմից արժանահավատ չեն գնահատվել։ Նաև նշեմ, որ Եհովայի վկաները պահանջել են հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր քահանա Տեր Զարեհ Աշուրյանից բռնագանձել 3 միլիոն դրամ եւ իմ կարծիքով այդ գործի հետ կապ չունեցող վկաներ ներգրավելով փորձագետների կողմից անարժանահավատ եզրակացություններ տրամադրելով այդ դրա արդյունքում Եհովայի վկաները նպատակ են հետապնդել հասնել այն բանին, որպեսզի Տեր Զարեհ քահանայից հոգուտ Եհովայի վկաների բռնագանձվի 3 միլիոն դրամ, հետեւաբար իմ ողջամիտ դիտարկմամբ, իմ սուբյեկտիվ ընկալմամբ սա չի բացառվում, հնարավոր է որ լինի նաև դրամաշորթություն, այսինքն դրամաշորթություն հենց Եհովայի վկաների արարքում, որովհետեւ վերջիններս գործին ներգրավել են գործի հետ առնչություն չունեցող վկաներ, ինչ որ փորձագետները ինչ-որ մեկի ուղղորդմամբ տվել են Եհովայի վկաների օգտին իրականությանը չհամապատասխանող անարժանահավատ եզրակացություններ, այսինքն այդ բոլոր քայլերով Եհովայի վկաները նպատակ են հետապնդել հասնել այն բանին, որպեսզի բավարարվի իրենց հայցը եւ դրա արդյունքում քահանա Տեր Զարեհ Աշուրյանից
Եհովայի վկաների օգտին բռնագանձվի 3 միլիոն դրամ։ Այսինքն սա ես համարում եմ դրամաշորթության դասական օրինակ եւ պետք է սրանով զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ իմ կարծիքով այստեղ պարունակվում են ենթադրյալ խարդախության հանցակազմի հատկանիշներ Եհովայի վկաների արարքներում։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ այս դատական գործը Եհովայի վկաները պարտվել են, այսինքն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել մերժել Եհովայի վկաների կողմից Տեր Զարեհ Աշուրյանի դեմ ներկայացված քաղաքայցը եւ պետական турքի գումարները, ինչպես նաեւ փորձաքննության ծախսերը բռնագանձվել են Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությունից։ Այսինքն Եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը կարելի է այսպես ասել որոշակի ներդրում են կատարել, այսինքն բավականին մեծ գումարներ են ծախսել, վարձատրել են փաստաբանների, վճարել են փորձաքննության ծախսերը, վճարել են պետական турքի գումարները այն ակնկալիքով, որպեսզի դրա արդյունքում Տեր Զարեհ Աշուրյանից, քահանա Տեր Զարեհ Աշուրյանից հօգուտ Եհովայի վկաների բռնագանձվի 3 միլիոն դրամ, մինչդեռ ոչ թե Եհովայի վկաներին է օգտին գումար բռնագանձվել, այլ հենց Եհովայի վկաներից է գումար բռնագանձվել հօգուտ պետության, նույն պետական турքի գումարները եւ փորձաքննության ծախսերը բռնագանձվել են հենց Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությունից, որից հետո Եհովայի վկաները վերաքննիչ բողոք են բերել, որի համար նույնպես Եհովայի վկաները վճարել են պետական турքի գումար եւ իմ ունեցած տեղեկություններով վերաքննիչ քաղաքացիական դատարանը արդեն իսկ որոշում է կայացրել մերժել Եհովայի վկաների վերաքննիչ բողոքը։ Փորձագետների եզրակացությունները, ինչպես արդեն նշեցի, դատարանն իրավացիորեն արժանահավատ չի համարել, այսինքն այստեղ կարող է խոսք գնալ նաև փորձագետների կողմից ենթադրաբար կեղծ եզրակացություններ տալու ենթադրյալ հանցագործության մասին, քանի որ փորձագետները նախազգուշացված լինելով կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին տվել են անարժանահավատ եզրակացություններ, որոնք իրավական տեսանկյունից բավականին խնդրահարույց են եւ դատանի կողմից արժանահավատ չեն դիտարկվել։ Ուստի սույն գործով Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատանի կողմից կայացված վճիռը, այսինքն Եհովայի վկաների հայցը մերժելու մասին դատանի կողմից կայացված վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հենց Էրի Գեղինյանս հանցագործության մասին հաղորդում եմ տալու ակնհայտ կեղծ, այսինքն իմ դիտարկմամբ նաեւ դատանի կողմից արժանահավատ չհամարված այդ եզրակացությունների հետ կապված հաղորդում եմ տալու այդ եզրակացությունները տված փորձագետների դեմ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ։ Նաև ցանկանում եմ վերջում Աստվածաշնչից մեջ բերել Տիմոթեոս 6:10 գլուխը, որտեղ նշված է, որ բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է։ Այսինքն հիմա խոսքս ուղղված է հենց Եհովայի վկաներին, եթե ի սկզբանե Եհովայի վկաները գումարային պահանջ չներկայացնեին քահանա Տեր Զարեհ Աշուրյանի դեմ, այսինքն եթե